Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ այսպես այս առավոտ մեր տաղավարում հյուրընկալել ենք մի մարդու, ով կարողանում է զարմացնել անգամ ամենասառնասիրտ հանդիսատեսին, ով մի ակնթարթում հնարավորն ու անհնարինը խառնում է իրար։ Նրա ձեռքերում առարկաներն ապրում են, հնչում են, անհետանում ու վերադառնում, ամեն անգամ թողնելով նոր հարց. ինչպես է դա նա անում։ Իսկ մեր հյուրն է հրաշագործ Հայկ Ջանոյանը։ Բարի լույս։ Շնորհակալություն հրաշագործ։ Շնորհակալություն գեղարվեստական։ Ես պատրաստվել էի, այո։ Շնորհակալություն, որ գնահատեցիր։ Հրաշքները շատ են քո կյանքում։ Այո, իհարկե բոլորս կյանքում են, ուղղակի պետք է նկատենք։ Դու բոլորի համար հրաշքներ ես գործում, իսկ կան մարդիկ, ովքեր քեզ համար են հրաշքներ գործում։ Ասա ինչ լավ հարց էր։ Իմ բոլոր մտերիմները, բարեկամները, ընկերները միշտ իրենց օգնությամբ իսկապես հրաշքներ են գործում, երբ անելանելի իրավիճակներից իրենց շնորհիվ դուրս ես գալիս։ Իսկ դու որքան տարի է արդեն, որ հրաշքներ ես գործում քո շրջապատի եւ մեր բոլոր հայրենակիցների համար։ Ես տարիների հաշիվը արդեն կորցրել եմ, մանկուց է եղել ու հենց մանկուց իսկապես ցույց եմ տվել հյուրերին, հետո տենց կամաց զարգացել եմ, այդ առումով էլ են շատ պատժ կա։ Աջակցում, այո։ Մյուսները, քանի որ եղել է պահեր, որ ասենք մի քիչ թույլատրել ես, պասիվացրել ես, բայց իրենք միշտ հիշում են, ասենք, ասում են, բայց դու սենց բաներ ես չի անում, այդպես նորից վերսկսել եմ ու շարունակել եմ։ Իսկ լինում է, որ ծնողները առիթից տուն գային, ասեն, Հայկ ջան, դու չէիր եկել, շատ անհետաքրքիր անցավ միջոցառումը։ Տենց բան չեմ հիշում, բայց եթե չեն էլ ասել, ուրեմն տենց է եղել։ Հաստատ։ Ես փոքր ժամանակ Հայկ միշտ երազում էի, որ այստեղ նստած լինեմ եւ կարողանամ մտքի ուժով կամ ձեռքերի ուժով իրերը շարժել։ Դա բոլոր երեխաների երազանքն է, այսինքն որ դու նստես եւ ամեն ինչը գա քո մոտ, ինչ որ ուզում ես։ Դա հնարավոր է։ Այդպիսի իլյուզիա ստեղծել այո, բայց ցավոք իրականում ոչ։ Իսկ գուցե դեռ ոչ։ Դեռ ոչ։ Գուցե։ Միգուցե դեռ ոչ։ Այս դարում ամեն ինչ հնարավոր է։ Այո։ Հայկ, ինչ հրաշքներ ունես մեզ համար այսօր տաղավարում, փորձենք մի երկու բան հիմա իրականացնել, հետո շարունակել մեր զրույցը։ Այո, հենց առօրյայից մի հատ հնարք, օրինակ, տեսեք, եղել է, որ խոհանոց եք մտնում, և հատակին տեսնում եք ինչ-որ սենց փոքրիկ բան անկած, սպասեմ, որ համել տեսախցիկները կազմակերպվեն, հա, տեսնում եք և չգիտեք, սա ինչ-որ փոքրիկ ինչ-որ մասնիկ է, թե իրականում խավարասեր, կամ միգուցե սա ընդամենը արքայա նարինջի, նույնիկը կառալոկի կորիզը, չէ, սենց հերվից չի երևում, սեր ինչ-որ մասնիկ է։ Սա կարելի հասկանալ, թե ինչ է, եթե դուք տեսնեք մոտիկից։ Բայց ինչի է, Սոնա ջան, մի հատ տեսեք Սա հին մի պրինցիպ է, եթե հիշում եք, ժամանակին մենք ունեինք սենց ծամոններ, բայց ես հիմա հնարք է սարկած, սենց հետաքրքիր։ Ահա, սիրելի ամբողջովին գիտեք ինչն է, որ դու գիտես, որ այդտեղ կա դա, բայց մեր խավարասերն է Հայկ։ Ռեակցիան միշտ լինում է անսպասելի։ Լավ կպահեք գնեմ այստեղ։ Ես գիտեմ, որ սպասվում է մեր շատ սիրելի հեռուստադիտողների համար հրաշալի երեկո, որտեղ նրանք կարող են վայելել նման հնարքներ եւ շատ ավելին, որովհետեւ մենք հիմա եթերում եւ տաղավարային փոքրիկ հնարավորություններում չենք կարող այդ ամենը ցույց տալ, բայց դու դահլիճում կունենաս հնարավորություն քո ամբողջ այսպես պահված հրաշագործությունները ցուցադրել մեր սիրելի հեռուստադիտողներին, հանդիսատեսին։ Օրվա մասին մեզ պատմիր, երբ է դա սպասվում, որտեղ եւ ինչ է սպասվում։ Նոյեմբերի 22-ին է, շաբաթ օրը, եթե չեմ սխալվում, 7:30 երեկոյան, Տոմսերը կարող են իմեջում գտնել, ինքը աճպարական ներկայացումը, որը շատ քիչ է հանդիպում է իրականությունում, հատկապես հայկական, միայն մի երեկո է լինելու, մի հատ արել եմ վաղուց, հիմա նոր նախաձեռնում եմ, միայն այդ մի երեկոն է լինելու, շատ հետաքրքիր հումորով լի եւ շատ հետաքրքիր զարմանալու հնարքներ են, ընդհանուր մինչեւ մարդու օդ բարձրացնել, այդ էլ երևի շատերի երազանքն է եղել, երևի ձերն էլ Սուրեն։ Այո, թռչել։ Բոլորը երազում դա տեսնում են, չէ։ Նաեւ շատ ժամանակակից հետաքրքիր բաներ կան, օրինակ նպարտեմ մի հատ sense ձևավորմամբ, որ ChatGPT-ին այդպես ներկայացման ժամանակ խնդրում եմ, որ հնարք սովորեցնի, բարձրախոսը դնում եմ եւ կրկնում եմ իր արարածները, շատ հետաքրքիր է ստացվում։
Այնպես որ Դա նոր համար է լրիվ, չէ՞։ Երևի ոչ ոք դեռ չի տեսել, բացի հարազատներից։ Այո։ Հրավիրում եմ բոլորին, գան, զարմանան, ուրախանան։ Սիրում եք երբ զարմանում են։ Այո, շատ։ Իսկ դուք զարմանում եք ինչ որ բանից։ Այո։ Ինչից։ Ով կարող է ձեզ զարմացնել։ Ուրիշ աչպարները, չէ, եթե դենց շատ հիմա լիրիկական չգնամ, կա իրակ այս կողմից մոտենամ արդին, օրինակ հետաքրքիր է աչպարների մեջ, երբ չնայած որ մենք պրինցիպները գիտենք, բայց մենք էլ լինում է, որ նոր բան են մատուցում ու զարմացնում։ Իսկ ունենք նոր բան, որը հիմա կարող է զարմացնել մեզ։ Այո, մի հատ խաղ եմ պատրաստել, Սուրեն, խնդրեմ համենակ այստեղ միասին անենք դա։ Սոնա ջան, հիշիր ինչ եմ կտակել քեզ եթերի համար, հետո կասեմ։ Վերցրեք այս բաժակը ստուգեք։ Եվս մի այստեղ կոնֆետ ունեմ, սիրում եք այս կոնֆետներից։ Հա, իհարկե սիրում եմ։ Ով չի սիրում։ Բայց մեր կոնֆետասերը Սոնան է։ Ես էլ շատ սիրում։ Դե վերջում կհասնեմ ձեզ։ Ուրեմն, տեսեք ինչ ենք անում։ Պետք է պատասխանեք որտեղ է կոնֆետը, պարզ խաղ է, եթե ճիշտ պատասխանեք հասնում է ձեզ։ Կարող է լինել բաժակի վրա, բաժակի մեջ, իմ ձեռքում, գրպանում եւ այլն։ Գնացինք։ Որտեղ է կոնֆետը։ Վրա։ Բաժակի վրա։ Այո։ Ոչ, բաժակի տակ, որովհետեւ բաժակը թարս է։ Նորից ձեր ձեռքը պահեք։ Տեսնում եք։ Հա։ Հիմա ինչ ենք անում։ Մյուս ձեռքը բերեք։ Ահա։ Ես դնում եմ գրպանս։ Ահա։ Հիմա կոնֆետը վերցնելու եմ անտեսանելի։ Ինձ մոտից։ Եվ գցեմ 1 2 3 Դգացեք։ Հիմա նույն ֆոկուսը դուք պետք է անեք։ Մի րոպե։ Կոնֆետը ցույց տվեք տեսախցիկին։ Ահա, սա կոնֆետն է։ Հիմա դնում եմ կրկին ինձ մոտ, անտեսանելի տալիս եմ ձեզ, գցում եք մեջը։ Չեղավ։ Հիշում եք մի ասացված կա, ասում եմ, երբ կյանքը քեզ տալիս է Լիմոններ։ Ահա։ Պետք է սարքել կոկտեյլ։ Մեզ դրա հայկականն եմ ուզում անել։ Երբ կյանքը քեզ տալիս է պամիդոր, ժողովրդական ձևով պետք է ասեմ։ Սարքիր պամիդորով ձվածեղ։ Այս որտեղ է տեղավ։ Ո՞ց կա պամիդորը։ Կանք ռեզինից չի, սպոնգից չի։ Կանք լոլիկը փոխել կոնֆետով։ Իսկ ձմերուկ կտեղավորվի այդտեղ։ Ու աշխատում եմ այդ ուղղությամբ, բայց ես ավելի շատ շաուրման եմ ուզում։ Վերջ։ Այ գրաշալի է։ Գնամ։ Այո, շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ շատ։ Լոլիկը կախարդական է, պետք է երազանք պայեք նորտեք։ Պետք է հետ տանք, չէ։ Չէ։ Okay, լավ։ Համտեսեք։ Այս հնարքները, հա, կան ինչ որ համաշխարհային տենց հնարքների դաշտ, որտեղից բոլորն օգտվում են, թե ամեն աճպարար ինքն է ստեղծում։ Աճպարները իրենց ձեռագիրը պետք է ունենան, ոճը, տենց ձևափոխում են։ Օրինակ սա ուրիշ ձև է բնակարար արվում, լոլիկով չի արվում, ես եմ փոխել, բայց ընդհանուր հա բոլորին հետևում են, այդ մտքերով փոխանակվում են։ Լոլիկի փոխարեն ինչ են անում։ Ավելի ասենք մեծ գնդակ է հայտնվում կամ հա, գնդակ, չէ, մենք լոլիկն ենք նախընտրում։ Այո, եւ լոլիկով ձվածեղ։ Եվ կան հետաքրքիր այսպես աշխարհում, որ ինչ որ ոմանք հնարք են ստեղծում եւ վաճառում են, այդպիսի կայքեր կան։ Մի ամբողջ հետաքրքիր աշխարհ է։ Մարդկանց շատ սահմանափակ պատկերացումներ ունեն աշխարհության մասին, բայց իրականում շատ հետաքրքիր է այդ ամեն ինչը։ Հայկ, ես հիշեցի, երբ նախորդ անգամ մեզ հյուր էիք եւ մենք փոքրիկ ռիլ էինք պատրաստել հաղորդումից ու ներբեռնել էինք համացանց, շատ տարբեր մեկնաբանություններ իմ աչքով ընկան, կային մարդիկ, ովքեր զարմանում էին, գրում էին ինչպես է դա անում, ինչ հրաշալի է եւ այլն, եւ կային մարդիկ, ովքեր գրում էին թե փորձում էին գուշակել ինչպես դա արեցիք եւ ասում են, որ իրենք էլ հա դե ինչա որ մենք էլ կարող ենք անել։ Ձեր կարծիքով այս երկու տեսակի մարդիկ ու եւ վերաբերմունքները շատ մարդու մասին են, չէ՞, այսինքն կան մարդիկ, ովքեր իրոք հավատում են հրաշքների եւ կան մարդիկ, ովքեր նստում են ու պատկերացնում են, որ ամեն ինչ էլ կարող են անել առանց փորձելու, բայց երբ փորձում են, հասկանում են, որ այդքան հեշտ չէր եւ այդքան ամեն ինչ པարզ չէր, ինչպես թվում էր առաջին հայացքից։ Այո, դա նաև բացի մարդկանց տարբերությունը ազգային այդպիսի տարբերություն կա մենտալիտետային, օրինակ հայերը ավելի հակված են դրան, իհարկե արտասահմանցիներն էլ կան, բայց իրենք ավելի շատ վայելող են, ընդ որում մանկուց այնց փոքր տարիքից այդպես են, մեր երեխաները, ասենք չեք պատկերացնի, ես որ բաներ եմ ցույց տալիս, ինչ որ տարբերակներ են ասում, բան, չգիտեմ, ինչ որ sense հետաքրքիր հնարամտությունը հայի միգուցե, նաև իրանք այսպեսի մի տեսակ մարտահրավեր են ընդունում, որ փորձում ես հիմարեցնել, մենք բան չենք անում, իրանք առաջին հենց այդպես են բոլորը բոլոր տարիքում անցալում։ Իսկ ձեզ ինչ մեկնաբանություններ են հանդիպում։ Շատ հետաքրքիր, շատ ջղայնացնող գուցե։ Դե այդ ամեն ինչին սովորել ենք
Բայց հա, այդ նույն բաները ինձ հանդիպում են, որ փորձում են գուշակել։ Հետո պետք է հասկանալ, որ մենք երբեք չենք ասում, որ սա իսկական հրաշքներ են, այլ պետք է այդպես իրենց վայելել, այդպես դիտել, ինչպես որ գնում ենք ֆիլմ կամ մուլտֆիլմ ենք նայում, այդ սպեսիֆիկ էֆեկտները երբ նայում ենք, գիտենք, որ իսկական չէ, բայց այդ մի քանի ժամը մտածում ենք, որ դա իսկական է։ Այո, վայելում ենք։ Հայկ այստեղ ձեր ասացին, հա, որովհետև նայեք, մենք հիմա որպես հանդիսատես նայում ենք ձեզ, մենք գիտենք, որ դուք իլյուզիոնիստ եք եւ գիտենք, որ այս ամեն ինչը տեխնիկա ունի հատուկ անելու համար, բայց այդ ընթացքում մենք անկեղծ զարմանում ենք, անկեղծ հիանում ենք եւ անկեղծ այդ էմոցիաները, որ գալիս են, մենք այդ մի քանի վայրկյանները կամ րոպեները մենք դառնում ենք երեխա ու հավատում ենք, որ սա հրաշք է, այլ ոչ թե տեխնիկապես արված ինչ-որ բան։ Դուք որպես այս ամեն ինչի մեջի մարդ, հա, երբ որ նայում եք մեկ ուրիշ իլյուզիոնիստի, դուք եք այդ նույն զգացողություններում, թե դուք միանգամից ուզում եք հասկանալ, այ ինչ տեխնիկա օգտագործվեց։ Այդ շատ լավ հարց է, իրականում ես ուզում եի շարունակել նախորդ հարցը պատասխանը այս, բայց հիմա նույն հարց տվեցիք, որ շարունակեմ միտքս։ Իրականում տեսեք, օրինակ կրկեսային արվեստը երբ նայում ենք, էլի մենք գիտենք, երբ բարդ հնարքները արվում կամ պարանի վրա քայլում են, էլի ինչ-որ անհասկանալի բան չկա այդտեղ, բայց մենք վայելում ենք այդ կատարումը։ Հիմա դժվար է ասել, մարդկանց դժվար կլինի այդպես վայելել, մի փոքր պետք է այդպես նաև վայելեն, այսինքն կատարումը նաև վայելեն։ Գուցե իրանք տեխնիկապես մոտարպես պատկերացնում են, բայց այդ սովորաբար հնարքները ասես 4 ցամաք չեն ցտարում։ Տեսեք, օրինակ միտք եմ ես փորձում դնել դրա մեջ կամ այդ դե այստեղ այդպեսի գեղարվեստական բաներ հիմա հնարավոր չանել, բայց այդպես են ներկայացում, այնպես որ կարելի է վայելել, նույնիսկ եթե իմանաս գաղտնիք։ Հիմա նաև մեր դեպքում օրինակ ես Դեվիդ Կոպերֆիլդին գիտենք բոլորս, ամենաճանաչված անուններից է։ Սովորաբար ոնց է, ինչ որ ոլորտներում երբ մեկը շատ ճանաչված է, պարտադիր չէ որ լավ է իսկապես լինի, բայց սա այդ դեպքը չէ, ինքը իսկապես շատ տաղանդավոր է։ Եվ երբ ես նայում եմ, պարզապես հիանում եմ, նույնիսկ թե մանրակրկիտ գիտեմ ինչպես արվում, բայց պարզապես գեղեցկություն է այդ հնարքի կատարումը։ Ուրիշ ոչ մի բնագավառով, այսինքն պարով կամ երգով կամ այլ ձև այդ գեղեցկությունը կարծում եմ չի լինի ստանալ, երբ օրինակ ինչ-որ բան ճախրում է։ Ասենք դու գիտես, որ ինչպես է արվում, բայց գեղեցիկ է, ամեն ինչ շատ գեղեցիկ։ Այս համար առաջին Դեվիդ Կոպերֆիլդը, այսինքն մեր սերնդի համար դա Հմայակ Հակոբյանն էր, ով փորձում էր նմանատիպ հետաքրքիր տրյուկներ անել եւ մենք զարմանում ենք դա հեռուստաէկրանից այն կողմերում։ Հարություն Հակոբյանն էր հայրը, փոքրիկ ուրեմն յուղում։ Այդ Հմայակ իր որդին է, Հարությունը վաստակավոր արտիստ է, Grand Prix էր շահել Ֆրանսիայում, մեր մեծերից էր։ Մենք էլ ալե հոп եւ հիմա իմ ձեռքում հայտնվեց Իջևանի սպիտակ չոր գինին, Սարգոնը, որը հաստատ, եթե ոչ ձեր հնարքներում, ապա ձեր տրամադրությունը բարձր կպայի։ Սա ձեզ Իդեպ, եթե այցելեք հենց այնտեղ Իջևանի գինու գործարան, հաստատ կզգաք այդ տրամադրությունը եւ բնականաբար այդ հեքիաթը ու հրաշքը, որտեղ հրաշքի միջոցով գինին է ներկայանում։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել էմոցիաներ, հա, արև բացիկներ, որտեղ վերնագրված է սիրում եմ, եւ կնվիրեք ձեզ համար շատ սիրելի մարդուն։ Այստեղ Հայկոյի խոսքերն են, ես քեզ սիրահարվել եմ, ինչքան հոգիս ուժ ունի սիրելիս։ Սա նվիրեք սիրելի անձնավորությանը ու շնորհակալություն ձեզ։ Հայկոյի երկերը լսում եմ, նաեւ երգում եմ, շնորհակալություն շատ, բայց ես կարող եմ չէ՞ հնարք ներկայացնել։ Վերջի հնարքը։ Այո։ Ես փոքրիկ նվեր ունեմ։ Ինչ լավ է։ Մեզ էլ են նվերներ բերում։ Եվ դա բանալիներ տան։ Չէ, այդքան 17-ը։ 17-ը։ Իսկ կարող եք այդպես անել, որ դրանից լինի։ Գույն ընտրիր միայն սուրը։ Լիցենզիայի վրա եմ հիմա աշխատում, որ ստանամ։ Շատ լավ, եւ այս բանը փոքրիկ նվեր ունեմ Սոնայի համար։ Պղպջակներն է։ Ես սիրում եմ շատ։ Քանի որ ձեզ շատ եմ սիրում։ Ձեզ փոքրիկ հուշանվեր ունեմ։ Բայց չէի ուզում պարզապես գնել, որտեղ տենց հասարակ կլինի, պետքա կախարդական ձևով ստանանք, որ յուրահատուկ լինի։ Նայեք, որ ձեռքիս մեջ այլ բան չկա։ Մի փոքր։ Պղպջակներ փչենք։ Հոպա։ Որից հետո։ Հիմա պետք է իրեն հագցնենք փայտիկ, սովորական։ Նման է կոնֆետի, ճիշտ է, բայց եթե ես թափահարեմ։ Չոպա չուպս։ Կանցեք։ Չգիտեմ։ Հայկ շնորհակալ եմ շատ։ Ես իրականում սիրում եմ նվերների մատուցման տարբերակ ավելի շատ քան նվերը, այո,
Սայևի ամենաօրիգինալ նվերներից է իմ կյանքի, շնորհակալ եմ Այս 14-ն էլ էլի մի քիչ տենց թափ տվեք, թող դառնա 16։ 17, այո։ Բայց դա դաթարի ընթացքում, շնորհակալություն Հայկ ջան։ Հայկ, հիշեցնենք օրը երեկոյի, որովհետև մարդիկ այս հրաշքը պետք է իրենց աչքով տեսնեն, որովհետև երբեմն մտածում են, որ տեսախցիկները ինչ որ բան կարող են խաբել, բայց կարելի է գալ եւ սեփական աչքերով տեսնել ու վայելել երեկոն, երբ գալ։ Հետո նաև հանդիսատեսը մասնակցում է անմիջականորեն ինտերակտիվ այդ ամեն ինչը նոյեմբերի 22-ին Image-ում Հայկ Ջանոյան Instagram-յան եթե մտնեն կգտնեն նաև հայտնի Տոմսերի կայքերում Շնորհակալություն շատ Շնորհակալություն Մինչ իհարկե դուք կվայելեք դաթարը ես հասկանամ ոնց է դառնում 17 սա օրանժը գոնե լավ սեյվը լավ դաթար